Թուրքիայի և Եվրամիության հարաբերությունները կարծես վերջնականապես փակուղի են մտնում, սա այն վկայում եվրոպական մի շարք մայրաքաղաքներից վերջին 2 օրերին հնչող հայտարարությունները, որոնց հիմնական ուղերձը մեկն է. Եվրամիության անդամ պետությունները պետք է առայժմ զերծ մնան ոչ միայն Թուրքիայի լիիրավ անդամակցության, այլև Անկարայի հետ ազատ վիզային ռեժիմ սահմանելու հարցն արծարծելուց։ Նման առաջին ուղերձը հնչեց 2 օր առաջ Լոնդոնից։ Իմ կարծիքով քիչ հավանական է, որ Թուրքիան մոտ ապագայում անդամակցի Եվրամիությանը։ Թուրքերն անդամակցության հայցը ներկայացրել են դեռ 1987-ին։ Թուրքիայի կողմից ներկայում ցուցաբերվող առաջընթացի տեմպերը հաշվի առնելով, սակայն Անկարան Եվրամիությանն անդամակցելուն լիարժեքորեն պատրաստ կլինի մոտավորապես 3000 թվականին բրիտանական ITV հեռուստաընկերության կիրակնօրյա եթերում հայտարարում էր Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնը։ Լոնդոնում լույս տեսնող Թայմի այսօրվա խմբագրականում եւս կոշտ քննադատություն է հնչեցվում թե պաշտոնական Անկարայի եւ թե Եվրամիության ղեկավարների հասցեին։ Եվրամիությունը պետք է հրաժարվի Անկարայի լիիրավ անդամակցության շուրջ այս ողջ ֆարսը շարունակելու մտադրությունից։ Թուրքիան չափազանց մեծ, չափազանց բնակեցված եւ չափազանց վատ կառավարվող երկիր է Եվրամիությանն անդամակցելու համար, գրում է բրիտանական պարբերականը։ Գրեթե նույնատիպ դրամատրություններ են տիրում նաեւ Գերմանիայի քաղաքական վերնախավում։ Երեկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Ստամբուլի համաշխարհային մարդասիրական ֆորումի շրջանակներում անցկացրած բանակցություններից հետո Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելը հայտարարում էր. Բնական է, որ մենք քննարկեցինք Թուրքիայի հետ ազատ վիզային ռեժիմ սահմանելու հեռանկարները եւ առաջ քաշված նախապայմանների կատարումը։ Ես մեկ անգամ եւս հստակորեն հայտարարեցի, որ ազատ վիզային ռեժիմի հաստատման համար հարկավոր է կատարել դեռ 2013-ի դեկտեմբերին առաջ քաշված թվով 72 պահանջները։ Այս բոլոր պահանջներին համապատասխանելու դեպքում միայն Թուրքիայի քաղաքացիներին ազատ վիզային ռեժիմի կողմից ընձեռվող հնարավորություններից օգտվելու իրավունք կտրվի։ Ակնհայտ է սակայն, որ այս բոլոր նախապայմաններն առաջիկա շաբաթներին գոնե չեն կարող կատարվել, եթե իհարկե Թուրքիան չփոխի ահաբեկչության դեմ պայքարին միտված իր օրենսդրությունը, նշում էր Անգելա Մերկելը։ Գերմանիայի դաշնային կանցլերի հայտարարություններից պարզ է դառնում, որ Անկարայի եւ Եվրամիության միջև առկա գլխավոր տարաձայնությունները վերաբերում են հենց ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով քաղաքական հակառակորդներին, նախևառաջ քրդերի շահերը ներկայացնող ուժերի եւ գործիչների իրավունքների ոտնահարմանը։ Թուրքիան պետք է անկախ արդարադատության համակարգ, անկախ մամուլ եւ ուժեղ խորհրդարան ունենա։ Իհարկե, խորհրդարանի անդամների 1/4-ին անձեռնմխելիությունից զրկելու մայիսի 20-ին կայացված որոշումը լուրջ մտահոգության տեղիք է տալիս։ Ես դա հստակորեն ասել եմ Թուրքիայի նախագահին եւ մենք շատ բաց քննարկում ունեցանք այս թեմայով։ Մենք շարունակելու ենք հետեւել հետագա զարգացումներին, սակայն մեկ իրողություն ակնհայտ է. իմ կողմից բարձրաձայնված հարցերը շարունակում են մնալ առանց հստակ բացատրության, նշում էր Անգելա Մերկելը։ Գերմանիայի դաշնային կանցլերի Ստամբուլ կատարած այցի ֆոնին Բեռլինի դիվանագիտական աղբյուրները պնդում են, որ Թուրքիայի քաղաքացիներն առանց վիզաների Շենգենյան գոտի մուտք գործելու հնարավորություն կստանան լավագույն դեպքում 2017 թվականին։ Այս մասին վկայակոչելով Բիլդ օրաթերթի հրապարակումն այսօր տեղեկացնում է Reuters լրատվական գործակալությունը։